Եվ այսպես Լիլիա, արդյոք քեզ հայտնի այլ երկիր 23%-անոց կամ 30%-անոց աղքատության շեմով եւ արդյոք Փաշինյանի մատնանշած այս թվերը ճիշտ են, որտեղ հիմնական պատճառը ավերակ դարձած դպրոցներն են, այդ շեմի, աղքատության շեմի պատճառը։ Աղքատության մակարդակի հետ կապված գնահատականները վերջին տվյալներով 23.7%, համաշխարհային բանկի ընթացիկ գնահատականով 24.8%-անոց աղքատություն ունենք։ Իրականում չհամաձայնվել գլոբալ առումով այդ գաղափարի հետ, որ կրթությունը գլոբալ ձևակերպենք, կրթությունը իհարկե ունի ազդեցություն, ունի փոխադարձ կապ աղքատության մակարդակի հետ, դժվար է չհամաձայնելը։ Դա նաև տալիս է միջազգային փորձի ուսումնասիրությունը, այդ փոխկապակցվածությունը առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ բարձրորակ կրթությունն ապահովում է արտադրողականություն, արտադրողականության աճ, եկամտաբերություն ստեղծելու լայն հնարավորություններ, ընդհանրապես գլոբալ զարգացում, բարեկեցության մակարդակ եւ այլն։ Այսինքն դա իսկապես կա։ Նույն Ֆինլանդիայի օրինակը կարող ենք դիտարկել, որն ունի բարձր կրթական համակարգ եւ շատ ցածր աղքատության մակարդակ, գրեթե այսպես բնականին ձգտող մակարդակ, Հարավային Կորեան կրթական բարեփոխումներից հետո աղքատության մակարդակի էական նվազեցում եղավ եւ այլն, այսինքն այդ կապը իհարկե կա, այստեղ չհամաձայնվելու խնդիր չի, բայց նույն այդ միջազգային պրակտիկայի ուսումնասիրությունը հետաքրքիր, այսպես իհարկե ոչ հայտնագործություն, բայց հետաքրքիր հանգամանք է դուրս բերում, դա երկարաժամկետ ռազմավարությունը եւ պլանավորումն է։ Ինչ ունենք մենք Հայաստանում, որն է ի վերջո իշխող ուժի ռազմավարական մոտեցումը մի կողմից աղքատությանը, իր գնահատականներում, մի կողմից կրթությանը։ Հիմա պարզագույն հարցադրում, մենք հիմա երկիր ենք, որտեղ աղքատության մակարդակ կա, որովհետեւ դպրոցներն ավերակներ են, թե երկիր ենք, որտեղ աղքատությունը պարզապես մեր գլուխներում է։ Այսինքն սա ռազմավարական մոտեցման տարբերություն է հստակ։ Նույն ուժի անձի փոխվելու մեջ խնդիրը գուցե նաև գլխում է։ Դրանք նաև զուգահեռ են։ Մենք բոլորը շատ լավ հիշում ենք աղքատությունը մեր գլուխներում է թեզի հիմնական այդպես բովանդակային հիմքը որն էր եւ այդ քարոզչության նպատակը իրականում որն էր, գոնե այն ժամանակ հնչած ժամանակ չկար տպավորություն, որ դա կրթության որակի հետ է, պայմանավորվում։ Եվ երկրորդ մյուս կողմից գանք կրթական, կրթությանը վերաբերմունքի, տեսանկյունից գանք, մենք մի պետություն ենք, որտեղ կրթությունը այնքան կարևոր է, որ դա ի վերջո աղքատություն է ձևավորում եւ այլն, թե պետություն ենք, երկիր ենք, որտեղ օրինակ ինչ որ պաշտոններ զբաղեցնելու համար պարտադիր չէ բարձրագույն կրթությունը եւ առհասարակ կրթության գործուն։ Այսինքն ինչն է այստեղ կարևորը, ինչպես եւ ցանկացած դեպքում տնտեսական քաղաքականության առհասարակ պլանավորման երկարաժամկետ ռազմավարության անհրաժեշտություն է պետք, հստակ մոտեցում, ռազմավարություն եւ այդ ռազմավարությունից բխող տրամաբանական մարտավարական քայլեր եւ գործողություններ։ Այս առանձին փոքր դրվագով մենք ունենք հակասական մոտեցումներ եւ գնահատականներ։ Հետեւաբար պահի որևէ թելադրանքով արված գնահատական օրինակ այսօրվա հնչեցրած միտքը, որը գլոբալ իմաստով առնվազն ես դեմ չեմ եւ համաձայն եմ, որ կա նման բան, խնդիրը դրանում չէ, խնդիրը նրանում է, որ որն է մոտեցումը եւ ինչ գործողություններ են արվում այդ մոտեցումը հաղթահարելու համար։ Մենք ունենք այստեղ հակասականություն։ Եվ ի վերջո իմի բերելով նաեւ մինչեւ անցնելը քո բուն հավելվածին, այդ 23%-ի մեջ նաեւ թոշակառուներն են մտնում, ովքեր սովետի ժամանակ ի վերջո կրթություն են ստացել հաստատաբար ավելի լավ, քան այսօր։ Իրականում շատ լավ հարց ես բարձրացնում, որովհետև մենք արդեն գալիս ենք կետային խնդրի հետ կապված։ Այսօր մեզ մոտ աղքատության մակարդակը որքանով է պայմանավորված, այդ կրթության որակը որքանով է, ինչ մասնաբաժին է կազմում այսօրվա աղքատության ցուցիչի մեջ։ Կարծում եմ, որ մեր պարագայում այսօր մենք սոցիալական շատ ավելի լուրջ խնդիրներ ունենք, այդ մինչև կրթությունից եկող խնդիրները, որոնք այսօր ձևավորում են աղքատության միջավայրը։ Տես դու օրինակ ես բերում թոշակառուների խնդիրը շատ օբյեկտիվ հարցադրումով, ես դրանք ավելացնեմ աշխատող աղքատի կատեգորիայի խնդիրը։ Այսինքն մենք այստեղ իսկապես ունենք օրինակ նույն գնաճի հետ կապված, չհաղթահարվող գնաճի հետ կապված իրավիճակ, երբ գնաճը շատ ավելի արագ է մեր երկրում աճում, քան եկամուտներն են աճում, ինչը պիտի հանգեցնի աղքատության ցուցիչի բարձրացմանը։ Դա առանձին գնահատական է հասկանալու համար այսօր հենց այս պահին այս իրավիճակում որ գործոններն են ավելի շատ նպաստել աղքատության ձևավորմանը։ Մենք հնչած մտքին ավելի գլոբալ մոտեցանք, որ իրականում կա նման բան իրականության մեջ, բայց թե կոնկրետ այսօր մենք ինչ գործոններով պայմանավորված է այդ թվում ձևավորվում, իդեպ մեր առանձին հավելվածներով բազմից ենք դրան անդրադառնում։ Իսկապես կա սոցիալական բավական լուրջ խնդիր եւ այդ սոցիալական խնդիրները լուծելու ոչ արդյունավետ քաղաքականություն, ինչը ի վերջո հանգեցնում է այդ թվում նաեւ աղքատության մակարդակի բարձրացմանը։ Շատ լավ։ Իսկ
Ինչ ես ներկայացնելու լեդին։ Իրականում ոչ ուղղակիորեն, բայց փոխկապակցված թեմաներ են, կխոսենք մեր տնտեսության որակական, այսպես բնութագրիչների մասին, երբ տնտեսության աճը կա, բայց ինչպիսին է մեր տնտեսության որակը, չակերտավոր իհարկե որակը, մենք ունենք տնտեսության առողջացում թե ոչ, եւ պետք է արդյոք այդպես լիարժեք ուրախանալ բավական տպավորիչ աճերով թե ոչ։ Կփորձենք դա ներկայացնել։